Կիլիկիան գտնվում է Փոքր Ասիայի հարավ-արևելքում։ Հայ իշխաններից Ռուբենը 1080 թվականին Լեռնային Կիլիկիայում հիմնադրեց Ռուբինյանների իշխանությունը։ Հենվելով հայ բնակչության օժանդակության վրա, Ռուբենը կարողացավ բյուզանդացիներից գրավել Լեռնային Կիլիկիայի մի մասը։ Սակայն Ռուբինյան իշխանության գոյությանը սպառնում էին ոչ միայն բյուզանդացիները, այլև սելջուկ թուրքերը։ Սակայն Պաղեստինը և ասորիքը մահմեդականներից ազատագրելու համար սկսված խաչակրաց առաջին արշավանքը որոշ ժամանակով շեղեց նրանց ուշադրությունը Կիլիկիայից, թույլ տալով ամրապնդել և ուժեղացնել կիլիկյան իշխանությունը։ Ռուբենին հաջորդեց իր որդի Կոստանդինը 1095-1100 թվականներին։ Կոստանդինի օրոք Ռուբինյանների իշխանությունն ավելի ընդարձակվեց և ամրապնդվեց։ Նա 1098 թվականին բյուզանդացիներից վերցրեց Լեռնային Կիլիկիայի նշանավոր Վահկա բերդը, որը դարձավ իշխանության կենտրոն։ Խաչակիրների մի մասն անցնելու էր Կիլիկիայով, իսկ Կոստանդինը վերահսկում էր Տավրոսի լեռնանցքերը։ Ուստի նրանք ստիպված էին բանակցել հենց Կոստանդինի հետ։ Հայոց իշխանը թույլատրեց, որ խաչակիրներն անցնեին Տավրոսի լեռնանցքերով, ավելին, նրանց նաև պարեն մատակարարեց։ Սրա դիմաց խաչակիրները նրան շնորհեցին բարոնի տիտղոս։ Խաչակիրները սելջուկներից գրավեցին դաշտային Կիլիկիայի նշանավոր քաղաքներ Տարսոնը, Ադանան և Մսիսը, որոնց համար համառ պայքար սկսվեց հայերի, բյուզանդացիների, սելջուկների ու խաչակիրների միջև։